Ողջունում եմ ձեզ սիրելիներս, Աստծո օրհնությունը լինի ձեր հետ։ Այսօր հետարքիր ժամանակ ունեի, տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունեի եւ մենք խոսում ենք պատխաբերությունից, որ Աստված իրականում ուզում է, որ մենք լինենք պատխաբեր։ Բայց գիտեք, հետարքիրը նա էր, որ մի հանդիպում կար, որ ինձ համար շատ առանձնահատուկ դարձավ։ Մի աղջիկ նա ասում է, ես հավատում եմ Աստծուն, հաճախում եմ եկեղեցի, բայց կան մտքեր, որոնք որ ինձ խանգարում են եւ այդ մտքերի պատճառով ես երեխա չեմ կարողանում ունենալ։ Ես ամուսնացած եմ երկար ժամանակ, բայց երեխա չեմ կարող ունենալ եւ ասում եմ դա ինձ խանգարում է։ Միշտ ինչ-որ վատ մտքեր են գալի, ես հավատում եմ այդ մտքերին եւ ես նրան հարց տվեցի, ասի լավ, պատկերացնենք այսպես, որ սատանան քեզ հետ խոսում է։ Նա տալիս է քեզ վատ մտքեր, որ դու լինելու ես անհաջողակ, որ դու երեխա չես կարող ունենալ, որ դու չես մայրանա, ասի քո կարծիքով ով է ավելի մեծ, ավելի ազդեցիկ, Աստված թե սատանան։ Նա ասում է իհարկե Աստված։ Ասի այդ դեպքում խես դու սուտը ընդունում ճշմարտության տեղ։ Նա ասում է իսկ ոնց դա կբացատրեք։ Ասի Աստծո խոսքը ասում է, որ Աստված օրհնելու է մեզ, որովհետև նա ի սկզբանե պատվիրեց, որ աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը։ Ասում եմ Աստված իր խոսքի մեջ արդեն պատվիրել է, որ դու աճես, շատանաս, լցնես երկիրը, բազմանաս, բայց ցավոք սրտի փոխարենը, որ դու լսես Աստծուն, դու լսում ես սատանային։ Եվ ես նրան ասի, այն մտքերը, որ դու տեղ ես տալի, այդ մտքերը վերածվում են գործողության։ Սատանայի ողջ նպատակը, որ համար առաջի բանը, որ մեզ խաբի այստեղ։ Գիտեք, երբ որ նա խաբում այստեղ, նա հաջողության է հասնում։ Բայց մեր Աստված իրականում ուզում է օրհնի մեզ։ Շատ անգամ մեր կյանքում օրհնությունները հետաձգվում են, շատ անգամ մեր կյանքում օրհնությունները բացակայում են, պատճառը նա, որտեղ մենք այստեղ լսեցինք այն ասվածին, որը որ սատանան ազատ արձակեց։ Սիրելիներս, ես ձեզ ասեմ, որ Աստված ուզում է օրհնի մարդուն, ուզում է բժշկի մարդուն, ուզում է բարձրացնի մարդուն։ Եվ Աստված տվել է մարդուն իշխանություն բոլոր տեսակի դիվային ուժերի վրա, պարզապես շատ անգամ մարդը ավելի շատ ընտրում է լսել սատանային, քան թե Աստծուն։ Իրականում Աստծո խոսքը դա բացառիկ ճշմարտություն է, որը որ չի ենթարկվում քննադատման, քննարկման կամ էլ ինչ-որ մի բանի, ու ես ձեզ ասեմ, եթե դուք ձեր կյանքում ունեք խոսմունք Աստծուց, ունեք մարգարեական խոսք, ունեք Աստվածաշունչ, որը որ կարդում եք, բռնվեք այդ խոսքից։ Բռնվեք այդ խոսքից, որովհետև Աստված հենց այդ խոսքի միջոցով էլ խոսելու է ձեր հետ եւ օրհնելու է ձեզ։ Գիտեք, երկրորդ մնացորդաց 20-րդ գլուխ 20-րդ խոսք։ Ասում է վստահեք ձեր Աստծուն եւ հավատացեք ձեր մարգարեներին։ Մարգարեները իրանք խոսք են թողել մեր կյանքի համար, որ Աստված իրականում խոսք է թողել իր մարգարեների միջոցով մեր կյանքում, դա Աստվածաշունչն է։ Եվ կան երկրի վրա մարդիկ, ովքեր որ մարգարեական ծառայություն են մատուցում, եւ եթե քո կյանքում կա մարգարեական խոսք, ես ուզում եմ քեզ ասեմ, երկու ձեռքով բռնվի այդ խոսքից։ Սատանայի ողջ նպատակը մեզանից գողանալ խոսքը։ Եվ գիտեք, երբ որ սատանան գողանում է մեզանից խոսքը, նա հասնում է հաջողության։ Բայց երբ որ մենք մեր կյանքում թույլ չենք տալի սատանային գողանա խոսքը, մեր կյանքում գալիս է օրհնություններ։ Թանկագիներս, ուզում եմ ձեզ հորդորել եւ ասել. քաջ եղեք, մի լսեք այն մտքերին եւ մի լսեք այն ձայներին, որ սատանան ուղարկում է։ Սատանայի ողջ նպատակը, որպեսզի քեզ շեղի։ Գիտես, եթե ինքը քեզ չկարողանա հաղթի, ինքը քեզ ուզենալու է շեղի։ Բայց իրական ես քեզ ասեմ, որ Աստված տվել է քեզ իշխանություն սատանայի ողջ զորության վրա։ Եվ Հիսուսը սատանային հաղթեց խոսքով։ Նույն այդ խոսքը այսօր կա քո տանը, կա քո հեռախոսի մեջ, կա քո պլանշետի մեջ։ Եվ իրականում այդ խոսքը այն խոսքն է, որը որ բերում է մեր կյանքում հաղթանակ։ Այնպես որ սելիս, եթե սատանան գալիս է քեզ խաբելու, ասելով որ քո կյանքում չի ստացվելու, քո կյանքում սա չի լինելու, սա չի լինելու, ասա սատանա, ես գիտեմ դու ով ես, դու ստի հայրն ես, եւ Հիսուսը ճշմարտությունն է։ Ես ավելի շատ նախընտրում եմ լսել իմ փրկին ճշմարտությանը, քան լսել քո ստերին։ Եվ իրականում ասեմ ձեզ, բռնվեք Աստծո խոսքից, բռնվեք Հիսուսից եւ կտեսնեք, որ սատանան ձեզանից կփախնի։ Շատերը ցավոք սրտի դևեր են փնտրում
Շատերը քանդրտում են, ասում են վայ հեսա տենան որտեղ անես կա, որտեղ ժառանգական դև կա, որտեղ չգիտեմ ինչ կա։ Ես ձեզ ասեմ, ճանաչեք ճշմարտությունը, որը որ Աստծո խոսքն է, եւ նա ձեզ ազատ կարձակի։ Այնպես որ դևերին մի փնտրեք երկինքը, փնտրեք Քրիստոսին եւ փնտրեք Աստծո խոսքը եւ նրա հայտնությունները։ Եվ հակառակ կացեք ամեն մի տեսակ մտքի, որ սատանան այսօր ուղարկում է, եւ կտեսնեք, որ դուք կյանքում հաջողվում եք։ Եթե անգամ ձեր կյանքում հիմա դժվար է, բռնվեք այն խոսքից, որ Աստված տվել է ձեզ, եւ կտեսնեք, որ դուք հաջողվելու եք։ Սատանան սուտասան է, սատանան գող է, նա բանսարկույ է, նա եղբայրների մեջ կռիվ գցող է, նա նախանձ բերող է, ատելություն, սպանություն, բայց գիտեք, մեր Աստված նա հավատարիմ է։ Մեր Աստված նա սեր է, մեր Աստված իր խոսքի ետևում կանգնած է։ Եվ ես այսօր ուզում եմ աղոթել քեզ համար, որ իրական Տերը զորացնի քեզ եւ տա իրականում հայտնություններ, որ դու ով ես իր մեջ։ Տեր իմ Աստված, ես աղոթում եմ ամեն մարդու համար, որ հիմա նայում է ինձ, եւ ես խնդրում եմ Տեր ջան, որ պահպանես նրան։ Տեր իմ Աստված, ես խնդրում եմ, որ քո սուրբ հրեշտակներին ուղարկես նրա կյանքում, նրա ճանապարհների մեջ, նրա ընտանիքի մեջ, Տեր։ Ես խնդրում եմ իմ Աստված ամեն մարդու, որ զորացնես։ Եթե մեկը հրաշքի կարիք ունի բժշկության, 10 հրաշք։ Եթե Տեր իմ Աստված մեկը ունի ֆինանսական հրաշքի կարիք, 10 ֆինանսներ։ Տեր, եթե Տեր ջան, եթե մեկին պետք է ապագայում ինչ-որ մեծ դուռ բացել, բացես նրա համար դուռը եւ հայտնես քո սերը ամեն մարդու, որ հիմա նայում է մեզ։ Ես խնդրում եմ քո քաղցրությունը լցնես ամեն մարդու կյանքում, Տեր իմ Աստված։ Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ, որ հիմա դու լսում ես մեզ եւ իրական քո խաղաղություն ուղարկում ես ամեն մարդու կյանք։ Խնդրում եմ քեզ, Տեր իմ Աստված, որ ողողես ամեն մեկի կյանքը քո խաղաղությամբ, քո սիրով, Տեր իմ Աստված։ Այս ամենը մենք խնդրում ենք Հայր Հիսուսի անունով։ Ամեն։ Այնպես որ սիրելիներս, բռնվեք Աստծո խոսքից, բռնվեք Աստծուց, սիրեք Աստծուն եւ սիրեք մարդկանց։ Սիրեք ձեր հովին, սիրեք ձեր եկեղեցին եւ կտեսնեք, որ Աստված իրականում շատ դեռ մեծ բաներ ունի քո կյանքի համար եւ շատ հրաշքներ ունի քո կյանքի համար։ Իրեք, ես միշտ ասում եմ, որ վերջի խոսքը իմ կյանքում դա Աստծունն է, ոչ իրավիճակներինն է, ոչ խնդիրներինն է, ոչ խնդիրներինն է, ոչ սատանայինն է։ Իմ կյանքում վերջի խոսքը Աստծունն է եւ նույնպես քո կյանքում, սիրելիս, վերջի խոսքը Աստծունն է։ Թող Տերը օրհնի քեզ եւ իմացի, որ Աստված սիրում է քեզ եւ Աստված ուշադիր է քո համար։